իրականացել մի քանի ուղղությամբ եւ մի քանի օր անընդհատ։ Այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրենք իրականացել են կամ փորձել են իրականացնել 7 դիվերսիոն հետազոտական խմբերի գործունեություն։ Իսկ ամսի 1-ից 2-ի գիշերը Նյու-Յորք պաշտպանական շրջանի 103 մարտական դիրքի վրա բացահայտ հարձակում է եղել, որտեղ 40-50 հոգով դիվերսիոն գործողություն չէր իրականացնում եւ նպատակ է ունեցել, որպեսզի այս կորուստները արդարացնել, ինչ-որ բնագծեր կամ դիրքեր զբաղեցնել հասարակությանը ներկայացնել։ Եթե Ադրբեջանի լրատվամիջոցները հետևել են, այդ ժամանակահատվածի ընթացքում իրենք իրենց պլանները մի քիչ ավելի շուտ սկսել են լուսաբանել, քան կարողացել են իրականացնել եւ որոշ տեղերում ինֆորմացիա են տարածել, որ մեր առաջին գծի դիրքերն են գրավել։ Կարծեմ լրատվամիջոցները ուշնես մի քանիսը դարձան համապատասխանում են իրականությանը, թե չէ։ Փորձելով իրենց հասարակությանը հասարակությանը ապացուցել, որ այս որևէ անիմաստ չի։